Խոսում է Բաքուն։ Եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է։ Խոսափողի մոտ Շահիդ Շահալին է։ Մենք հաջողությամբ համագործակցում ենք էներգետիկայի ոլորտում։ Հունգարական ընկերությունները բաժնեմասեր ունեն Ադրբեջանում նավթի եւ գազի երկու խոշոր նախագծերում՝ Ազերի Չրագյունեշլի եւ Շահդենիս հանքավայրերում։ Հաջորդ տարվա սկզբին կստորագրվի հերթական պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Հունգարական ընկերությունը կսկսի աշխատել ցամաքային ադրբեջանական հանքավայրերում։ Անցյալ տարվանից մենք սկսել ենք բնական գազ արտահանել Հունգարիա եւ այսօր վարչապետի հետ մենք նշեցինք, որ կարող ենք ապահովել գազի մատակարարում Հունգարիայի կարիքների մակարդակով, հավելել է պետության ղեկավարը։ Ադրբեջանը վստահեցրել է Հունգարիային, որ այս տարի կշարունակի գազի մատակարարումները։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ Հունգարիան պարբերաբար բախվում է էներգետիկ ճգնաժամի։ Մեր վիճակը բարելավեց այն, որ մենք ամբողջությամբ չդադարեցրինք համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Բացի այդ, առանց թուրքական երկրների դժվար կլիներ ապահովել մեր էներգետիկ անվտանգությունը, ասել է նա։ 2025 թվականի հունվար-ապրիլին Ադրբեջանը ամենամեծ թվով առևտրային գործառույթներ իրականացրել է Իտալիայի հետ՝ 4 միլիարդ 264 միլիոն 43 հազար ԱՄՆ, ինչը կազմում է ընդհանուր առևտրային շրջանառության 25.2%-ը, հաղորդում է Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում Իտալիայի հետ առևտրաշրջանառության ծավալը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 40.2%-ով։ Երկրորդ տեղում է Թուրքիան 1 միլիարդ 949 միլիոն ԱՄՆ առևտրաշրջանառությամբ։ Երրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, որի հետ առևտրաշրջանառությունն աճել է 39.4%-ով, կազմելով 1 միլիարդ 823 միլիոն ԱՄՆ։ Միջին Միչանսկը դառնում է եվրասիական առևտրի առանցքային օղակ, հատկապես հաշվի առնելով դրա կայունությունը, բազմամոդալությունը եւ ռազմավարական նշանակությունը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի միջազգային առևտրի պալատի խորհրդի նախագահ Աթամեկեն ոչ կառավարական կազմակերպության նախագահության քարտուղարության ղեկավար Մուրադ Քարիմսակովը։ Ներկայումս միջազգային տրանսպորտային եւ լոգիստիկ միջանցքը ակտիվորեն զարգանում է, որն ասնում է Չինաստանի, Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի վրայով դեպի Թուրքիա, այնտեղից էլ եվրոպական երկրներ։ Ակտաուի ծովային նավահանգստի հատուկ տնտեսական գոտում գործում է նաև Ազերսուն հոլդինգի կողմից կառուցված լոգիստիկ կենտրոնը։ Այս կենտրոնը կարևոր դեր է խաղում ադրբեջանական մրգերի եւ բանջարեղենի պահեստավորման, վերամշակման եւ փոխադրման գործում, հնարավորություններ բացելով դրանց կենտրոնական Ասիայի երկրներ եւ հետագայում Չինաստան արտահանման համար, հայտարարել է Քարիմսակովը։ Չինական Jinko-Solar ֆոտոէլեկտրական ընկերությունը, որը աշխարհի խոշորագույն արևային վահանակներ արտադրողներից մեկն է, մոդուլներ կմատակարարի Ադրբեջանում 100 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանի նախագծի համար։ Այս մասին նշված է ընկերության հաղորդագրության մեջ։ Jinko-Solar-ը պայմանագիր է կնքել Universal Energy-ի հետ Կոբուստանի արևային էլեկտրակայանի կառուցման նախագծի համար մոդուլներ մատակարարելու համար։ Նախագծի իրականացման ժամանակ կօգտագործվեն Jinko-Solar-ի կողմից մշակված Topcon N տիպի մոդուլներ։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։